Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արիացյան թեմի առաջնորդի մասին է, արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արիացյան մասիացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց Կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաև, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, Կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։ Եվ Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրան կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական։ Եվ էլի ուզում եմ կրկին, էլի եմ ասում, որովհետև այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետև ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչչալոց եթե այդպես համարենք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ մայրաթոռից։ Այսօր կհեռացվի մայրաթոռից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Եվ ես ասում եմ, ես նրանց չեմ ուղղորդում եւ չեմ ուղղորդել։ Պատկերացնում եք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, ես ով եմ որ իրենց ուղղորդել։
բայց ես նրանց աջակցում եմ։ Եվ նրանց հետ կիսում եմ ոչ միայն նրանց հետ, հանրության հետ, հրապարակային ես կիսել եմ գաղափարներ եւ ուզում եմ նաեւ 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետեւ հեշտ չի անել այն, ինչ որ իրենք անում են։ Գուցե ինձ համար շատ ավելի հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ ավելի դժվար է եւ դա պետքա գնահատանքի արժանանա եւ ես աջակցում եմ եւ կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական եւ քրիստոնեական հավատքի, դավանանքի վրա հիմնված բոլոր միջոցներով